Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու վերջապես ինչը լինելու հեռուստասերիալի կերպարների հետ, քանի որ հեռուստասերիալում նկարահանվող երկու դերասաններ այս պահին Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Էլկային մարմնավորող դերասանուհի Ադրինե Աճեմյանն արդեն մի քանի օր է ինչ մեկնել է Հնդկաստան Թելանգանա նահանգ, որտեղ տեղի է ունենում Միս Աշխարհ մրցույթը, մեր գեղեցկուհին այնտեղ կներկայացնի Հայաստանը։ Թե ինչպես կվերադառնա, ցույց կտա ժամանակը, նշենք, որ մինչև մայիսի 31-ը դերասանուհին մնալու է այնտեղ։ Սա նշանակում է, որ հեռուստասերիալի այդ սերիաներում, որոնք կնկարահանվեն այս շրջանում, դերասանուհին չի ներկայանա։ Թե ինչպես այդ ամենը կազդի հեռուստասերիալի ռեյթինգի վրա, ցույց կտա ժամանակը, նշենք նաև, որ Հարութ Արշակյանն այս շրջանում ևս Հայաստանում չէ, նա մեկնել է Նիդերլանդներ, այս պահին հայտնի չէ պատճառը և որքան ժամանակով, հավանաբար համաձայնության են եկել հեռուստասերիալի ստեղծագործական թիմի հետ և նրա բացակայությունն այդքան էլ չի նկատվի հեռուստասերիալում։ Իսկ եթե ցանկանում եք տեսնել, թե ինչպես են անցել նկարահանումներն առանց նրանց և ինչ է տեղի ունեցել կադրից դուրս, ապա դիտեք մեր տեսանյութը և չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը դիտելու հնարավորությունը և առաջինը տեղեկանալու նոր սերիալներում կատարվող փոփոխությունների շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Եկել եմ Դավթաշենի իմ ամենասիրելի սուրճ խմելու վայրը, որովհետև այստեղ վաճառվում են նաև շատ համեղ մոճիներ, չգիտեմ որ բառն է ճիշտ, բայց մի հատ տեսքին նայեք, շատ համով է, եկեք փորձեք, չեք փոշմանի, գտնվում է 3-րդ թաղամասում, Հայփոստի դիմացի մայթում, Կոնվերսբանկի հարևանությամբ։ Հագնվեցի, շպարվեցի, պատրաստեցի գնամ ինտերվյուի, գնացի ինտերվյուի, տվեցի ինտերվյուս վերջացրեցի ու ինչ եղավ, իմ ամենասիրելի հագուստներից մեկի կողպեկը կոտրվեց, այո, հիմա ես վերադարձել եմ իմ համար, որ փոխեմ հագուստս, չենք հուսատ։ Այսօր էլ օրը նվիրել եմ իմ աղջիկներին, որոնք տեսախցիկ չեն սիրում։ Լավ եղանակա, չէ աստղիկ։ Այո։ Ոչ շոգ, ոչ ցուրտ, իդեալական եղանակ, միշտ սենց լիներ, չէ բալես։ Աննա, պիկապու։ Решила подарить себе вечер. Вечер называется «Одиночные прогулки по вечернему Еревану». Կներեք ռուսերենից համար այդ պահին միտքս այդպես արկայծեց։ Ողջույն սիրելիներս, ակնասնես հանեմ, որ ինձ տեսնեք։ Ես առավոտյան 7-ից իրականում արթուն եմ, ուղղակի չէի հասցնում սթորիներ անել։ Մենք հիմա պատրաստվել ենք, որ գնանք արդեն փորձերին, պետք էր հագնել սպորտային հագուստ, հաջորդ սթորիում ցույց կտամ սպորտային հագուստը այսօրվա։ Ինձ ինչ-որ մեկը կասի, թե որտեղ է հայերի իրավունքների օրենսգիրքը։ Կարդանք, անգրագետ չմեծանանք, թե չանդադար գրում են հայը իրավունք չունի, ես ինչ բան անելու։ Իմանանք ինչի իրավունք ունի անելու հայը, որ հետո խոսակցություն մեր վրա չկա։ Եթե ունեք, խնդրում եմ ուղարկեք անձնական նամակով։ Կարծես թե ամեն ինչ նորմալ է, ես ուղղակի գիշերազգեստով զբոսնում եմ, երի ամեն ինչ նորմալ է, բայց գիշերազգեստով զբոսնում ես Արմենիա հեռուստաընկերությունում, այդ մի փոքր տարօրինակ է։ Բարև ձեզ։ Հոգուճիչ կերպարիցս Ռեբեկայից։ Ուրեմն ես մեր YouTube-յան կոմենտ գրող մասան ինձ թվում է լրիվ ուրիշ իրականության մեջ ապրում, որովհետև հիմա բացատրեմ թե ինչի։ Ուրեմն ես իմ կերպարը Ռեբեկան, այսօրվա արդեն անոնսում, իր մայրիկին ասում եմ մամ ջան, նայ, ուրեմն քո մեծ աղջիկը, նույն ինքը Սարան, արդեն 148 սերիա է, ապրում է խղճի խայթով, մտածելով, որ կերպարներից մեկին, Էմիլին, ինքն է սպանել, ոչ թե սպանել է, այլ Էմիլի ինքն է սպանել եղել իր պատճառով, ու այդ աղջիկը տես ծանրացած խղճով ապրում է արդեն 48 սերիա։
Так вот, հիմա ասում եմ մամ ջան գնա ասա որ Սառան կապ չունի այդ սպանության հետ, Էմիլի մաման հետ ոչ մի կապ չունի, թող այդ աղջիկը վերջապես հանգիստ ապրի երջանիկ լինի։ Եվ YouTube-յան կոմենտները այդ հարցի շուրջ։ Վայ թաղեմ քեզ Ռեբեկա, վայ ում տեղն ես դու քեզ վայ փչացածի մեկը հանայքի մաս երկրորդ։ Ուրեմն, այս մեր հայրը Միսակը, այդքան բարի պտուղ չէր մյուսների համար, բայց դա մեր հայրն էր։ Մեզ լավ էր նա, ի տարբերություն մեր մորը Նարինեին նա ամբողջ մանկության ընթացքում մեր կողքին ա եղել, ուշադիր ա եղել մեզ եւ այլն եւ այլն։ Ուրեմն, այս մեր հորը սպանում են ու ով որ սպանել ա, իր տղան գալիս ա որ ամուսնանա իմ փոքր քրոջ հետ։ Իմ չէ Ռեբեկայի։ Այս Ռեբեկան գժվում ա։ Ասում ա, չէ, ոչ մի դեպքում ով որ հորը սպանել ա, իր տղեն չպիտի իմ քրոջ հետ ամուսնանա եւ այլն եւ այլն։ Մյուս կերպարները համաձայն են։ Ասում են, օքեյ, պրոբլեմ չկա, Միսակին է սպանել։ Բարի գալուստ մեր ընտանիք տղա ջան։ Հիմա հարց։ Как бы Ռեբեկա adekvatն է, ինձ թվում է ես էլ տենց կանեի, ով ուզում ա լինի, հաստատ տենց կաներ։ Գուշակեք կոմենտները ինչի մասին են։ Վայ թաղեմ ես քեզ Ռեբեկա դու խի ես քիթ։ Մաս 3։ Այս Ռեբեկայից նշանածը, նույն ինքը Վահեն, մեռնում է։ Այս Ռեբեկան իրան կոտորում, տարապում, տանջվում եւ այլն, դες աղգրում են, վայ ինչ մեղ կա Ռեբեկան եւ այլն։ Անցնում է մի ամիս։ Հայտնվում է նոր կերպար, նույն ինքը Արամը։ Սկսում է Ռեբեկային հետապնդել, ինչ որ կոմպլիմենտներ անել, ինչ որ հետաքրքիր փորձել ժամանակ անցկացնել Ռեբեկայի հետ եւ այլն։ Ռեբեկան բնականաբար Արամին ոչ մի ուշադրություն, 0, նույնիսկ նյարդայնանում է, որ անընդհատ Արամը իրան փորձում է հետապնդի, փորձում է կապի դուրս գա հետը, տան տեղն է ճշտում, հեռախոսի համարն է ճշտում, նորմալ է, այդ աղջիկը մի ամիս առաջ է նշանածին կորցրել։ Կոմենտները. Թաղեմ քեզ Ռեբեկա, այդ տղունքի ես նեղացնում, այդ դու տենց լավն ես ինքը վատնա, հա։ Առակս ինչ կուսուցան է, յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում թաղեք Ռեբեկային։